Երբ բարձրագույն լիգայում ես, քեզ համար ստեղծում են մաքսիմալ հարմարավետություն։ Համազգեստը, խոտածածկը, նույնիսկ ամպերն են ցրում, որ անձրև չգա։ Կարապիլիչ սպորտ բարը նույն կերպ է աշխատում։ Լաունջ փափուկ կահույք, մեծ հեռուստացույցներ, միշտ թարմ լցնովի գարեջուր եւ հենց տեղում գործող Viva-Robook մեկերական կետ։ Կարապիլիչ սպորտ բար, սպորտի սիրահարների բարձրագույն լիգա։ Ամրագրեք նախապես բարձրագույն լիգայում տեղերը սահմանափակ են։ 096 35 10 00 096 35 10 00 Փողն արթնացնելուց առաջ պետք է հիշել, այն կարող է ծառայել ձեզ, կարող է եւ ուտել։ Հաղորդում ռիսկի, շահույթի ու միլիարդների մասին։ Արթուն փողեր Նորայր Մովսիսյանի եւ Սաթեն Միքայելյանի հետ։ Երբ փողն է աշխատում ձեզ համար, այլ ոչ թե դուք փողի։ Ողջույն, լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում Արթուն փողեր հաղորդաշարը, ես Սաթեն Միքայելյանն եմ, տաղավարում եմ հաղորդման համահեղինակ տրեյդեր Նորայր Մովսիսյանի հետ։ Ողջույն Նորայր։ Ողջույն։ Խոսելու ենք անչափետաքրքիր թեմայի մասին, ես դրան ասում եմ Եվրոպա եւ Ամերիկա հակամարտություն, Նորայրը որոշել է դա ավելի այսպես նուրբ բառով ասել շահերի բախում, հա, կամ ավելի ֆինանսական տերմինով կոչել շահերի բախում, որը ինձ Նորայրը հավաստիացրեց, որ դարը մեկ է նման բան տեղի ունենում, հիմա փորձենք հասկանալ ինչ է ֆինանսական շուկայում կատարվում, եվրոյի ու ամերիկյան դոլարի հակամարտությունը ինչու է դրսևորվում։ Շատ լավ, իրականում անկեղծ ես չէի ուզի դրան ասել հակամարտություն, հատկապես որ դա կարող է շատ տարընկալումների տեղիք տալ։ Դե մենք լրագրողները սիրում ենք սուր ձևակերպել։ Այո։ Դե չէ, սա իրականում այստեղ ֆինանսական շուկաների, ֆինանսական հոսքերի եւ զարգացումների առումով եւ տնտեսական զարգացումների ու տեսլականների առումով զարգացել է մի հետաքրքիր իրավիճակ եւ վերջին 5 տարիների ընթացքում համենայն դեպս այսպիսի նախադեպ ես համենայն դեպս չէի նկատել կամ չէի գրանցել, որ կա Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության միջեւ, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք Միացյալ Նահանգների Դաշնային պահոստային ծառայության եւ Եվրոպական կենտրոնական բանկի միջեւ շահերի բախում։ Ինչով է դա պայմանավորվում։ Մենք պիտի մի փոքր ավելի հետ գնանք եւ խոսենք նախապատնության մասին։ Արդեն շուրջ 1 տարի կլինի, որ Դաշնային պահոստային ծառայությունն արդեն հիմնավոր եւ բաց ազդանշաններով խոսում է վերաֆինանսավորման տոկոսազրույցի բարձրացման անհրաժեշտության մասին եւ անընդհատ նշվում էին հնարավոր ժամկետներ եւ կարծես թե հասել ենք այդ հնարավոր ժամկետների վերջնաժամկետին եւ աստիճանաբար մեծանում է հավանականությունը, որ այդ բարձրացումը տեղի կունենա մինչ այս տարվա ավարտին։ Շատ հավանական էր, որ բարձրացումը տեղի կունենար սեպտեմբեր ամսին եւ այդ հավաստիացումները նաեւ որպես տեղեկատվական արտահոսքեր նաեւ գալիս էին եւ նաեւ ընդհանուր տնտեսական իրավիճակը Միացյալ Նահանգների թույլ կտար իրականացնել նման քայլ, բայց եղան բայցեր, որոնցից մեկը կապված էր համաշխարհային տնտեսության աճի ծավալների փոփոխության, տեմպերի նվազման միտումների հետ, այդ ժամանակ դեռ միտումների մասին էին խոսում, եւ երկրորդը դա բավական թուլացած եվրոն էր, եվրոյի փոխարժեքը, որի եւ եթե տոկոսազրույցը բարձրացնեին, եվրոյի փոխարժեքը ել ավելի կընկներ եւ դա կարող էր եւ կբերեր շատ ավելի վատ հետևանքներ, որոնք չէին սպասելի չէին կամ կարող էին նոր իրավիճակ ստեղծել Եվրոպական կենտրոնական բանկի համար։ Մյուս կողմից սակայն Եվրոպական կենտրոնական բանկը ինքը սկսեց մի նոր ծրագիր, խոսքը քանակական մեղմացման ծրագրի մասին է եւ այդ ծրագրի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ նրանք թողարկում են եվրոյի նոր խմբականակ, որը պիտի ուղղեն խնդրահարույց կամ խնդրահարույց պետական եվրոպական Եվրամիության անդամ պետությունների խնդրահարույց պարտատոմսերի գնման եւ այլ ներդրումներ իրականացնելու վրա, որպեսզի կարողանան որոշակիորեն թարմացնեն այդ ընդհանուր դրամական շարժը եւ նոր շունչ հաղորդեն եվրոպական տնտեսությանը։ Սա իհարկե երկարաժամկետ ծրագիր է, այսինքն այս ծրագրի քանակական մեղմացման ծրագրի արդյունքները այնպես չի որ տենց 1 ամիս հետո կամ 1 տարի հետո անմիջապես կքաղեին, բայց այս ծրագիրը հաջողված փորձ ունի նույնիսկ հենց Միացյալ Նահանգներում, որտեղ 2008-ի
տնտեսական ճգնաժամից հետո, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո իրականացրեցին այս ծրագիրը եւ հաջողվեց։ Դրա համար իրականացրեցին, բայց դա անշուշտ ազդեց բացասական ազդեցություն ունեցավ եվրոյի փոխարժեքի վրա, եվրոն մեծ կորուստներ ունեցավ, հիշենք, որ ամիսներ առաջ նույնիսկ արդեն շատ մոտ էր, որ 1 եվրոն հավասար կլինի $1, այսինքն եվրո-դոլար փոխհարաբերությունը 1-ը 1-ին կլինի, եւ դա անշուշտ քանակական մեղմացման ծրագրի արդյունքում էր։ Եվ սեպտեմբերին, երբ որ Դաշնային պաշտպանության ծառայությունը կարող էր բարձրացնել տոկոսադրույքը, դա մեծ հարված կլիներ եվրոյին, այսինքն դոլարի արժևորումը կհարվածեր եվրոյին եւ կստեղծվեր հենց այն ինչը որ չուզեց նաև Միացյալ Նահանգները։ Եվ զերծ մնաց, եւ զերծ մնալու պատճառներից մեկն էլ նշեց, որ մենք չենք ուզում վնասենք Եվրոպային եւ եվրոյին։ Ինչ բարի են, բայց կարծես թե այո, բոլորը այդպես տենց գնահատեցին բան, բայց շաբաթներ առաջ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարեց, որ իրենք իհարկե Միացյալ Նահանգներից ազդանշան եղավ նաև, որ քաղաքական մեղմացման ծրագրի ընթացքը պետք է վերանայել, միգուցե դա այդ արդյունավետությունը չունենա կամ միգուցե նոր լուծումներ է պետք գտնել։ Եվ դա նույնպես արդարացված էր, մենք բոլորս գիտենք, որ շատ ու շատ լուծումներ միշտ չի, որ բոլոր տեղերում աշխատում են, կամ շատ ու շատ մեթոդներ աշխատում են մեկ անգամ, հաջորդ անգամի համար նոր ինչ-որ բան է պետք մտածել, բայց Դրագին հայտարարեց, որ պիտի շարունակեն ավելին, պիտի ավելացնեն ծավալները, եւ որը սպասվում է դեկտեմբերին, եւ այդ հայտարարությունը նոր հարված հասցրեց եվրոյի փոխարժեքին։ Եվ ստեղծվեց մի իրավիճակ, որ Միացյալ Նահանգները փորձում են պաշտպանել եվրոյի նոր հարվածներից, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստ է նոր հարվածների տակ դնել եվրոյի փոխարժեքին։ Իհարկե փոխարժեքի անկումը իր հետ դրական ազդեցություններ ունի, բայց այդտեղ պետք է հակակշռել։ Այսինքն խոսքը արտահանման, ներմուծման հարաբերակցության, որողությունների խթանման, այդ ամեն ինչի մասին է, բայց այդտեղ գնահատել է պետք եւ Միացյալ Նահանգները իր տեսանկյունից էր դիտարկել, գնահատել Եվրոպան իր տեսանկյունից եւ այստեղ իսկ Դաշնային պաշտպանության ծառայությունը կարծես իր առանձին անդամների բաց շուկաների Դաշնային բյուրոյի առանձին անդամների բերանով սկսել է ուղարկել ազդանշաններ, որ թե եթե այդպես է, մենք էլ կշարունակենք մեր գործողությունը հասնելով նրան, որ բարձրացնենք, ինչ ուզում է թող լինի, արդեն ներողություն, մենք մտադիր չենք ձեր համար այդքան հոգ տանել։ Ահա այսպիսի հետաքրքիր իրավիճակ է, որը շատ հետաքրքիր զարգացումների է բերելու եւ ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում ֆինանսական շուկաներում ակտիվությունը այս եւ հաջորդ ամիսների ընթացքում ավելի ճիշտ կհասնի տարվա առավելագույն մակարդակին, որովհետեւ հիմա մենք կսկսենք մշակել եւ մենք մեր հաջորդ թողարկումներում կամ ամենօրյա թողարկումներում կխոսենք, կսկսենք մշակել զարգացումների հնարավոր սցենարներ եւ դրանցից յուրաքանչյուրն էլ կունենա իր հիմնավորումը եւ իր իրագործելիության հավանականությունը, որը անշուշտ նոր իր շուրջը համախմբելու է ֆինանսական շուկաների մասնակիցների որոշակի խումբ եւ ամեն խումբը իր տրամաբանությունն է փորձելու առաջ տանել, որը բերելու է մեծ տատանումների, որը ամենասիրած բանն է այն մարդկանց համար, ովքեր աշխատում են ֆինանսական շուկաներում։ Մասնավորապես քեզ համար։ Նաեւ թույլը եվրոն առավելապես ինչով է դրական, հա, ասում ես որ դրականն էլ կա, բացասական է։ Ահա։ Ում է ձեռնտու, ինչի համար։ Նու ում ասելով հասկանում ենք, այստեղ հենց մարդ չեմ ասում կամ կոնկրետ պետություն չէ։ Ահա, տեսեք, եթե արժույթի փոխարժեքը նվազել է կամ գրանցում ենք արժույթի արժեզրկում մյուս հիմնական արժույթների նկատմամբ, հատկապես այն արժույթների, որոնցով իրականացում է ընդհանուր ապրանքաշրջանառություն կամ այլ գործարքներ, դրա արժեզրկումը օգուտ կարող է բերել այդ երկրից կամ այդ միությունից արտահանողներին։ Այսինքն արտահանող ընկերությունները։ Այո, Եվրոպայի։ Այո, Եվրոպայի արտահանողներին դա կարող է եւ ունենում է բավական դրական ազդեցություն, բայց քանի որ տնտեսությունը միայն արտահանումով չի եւ ընդհանուր դա իր հետ բերում է, մյուս կողմից դա բերում է ապրանքների թանկացման, բերում է ինֆլյացիայի, բերում է ընդհանուր կենսամակարդակի նվազման, շատ ու շատ
գործարքներ այլ ընթացք են ստանում։ Մենք գիտենք, որ արևմուտքում եվրոպական երկրներում բավական տարածված է ներդրումային գործունեությունը եւ նաև հասարակ քաղաքացիները ունեն խնայողություններ ներդրումների տեսքով, արժեթղթերի կամ հենց արժույթների տեսքով եւ այդտեղ արժեզրկումներ են գրանցվում, որոնցով, այսպես ասած, աղքատանում է այդ հասարակությունը։ Այսինքն միգուցե օրական ծախսով կամ առօրյա, այսպես ասած, ընթացքով մեծ ազդեցություն իր վրա չունենա, բայց այն խնայողությունները կամ այն ներդրումները, որ կային ինչ-որ X քանակի, ստացվում են X-2% ծավալի, որը արևմտյան մտածելակերպով ապրող մարդու համար բավական ծանր հարված է։ Եվ ամենևին կարևոր չի, որ նա օգտագործում է կամ չի օգտագործում այդ ներդրումները։ Մենք գիտենք, որ այնտեղ շատերը ունենում են միլիոններ եւ այդպես միլիոնատեր էլ մահանում են չօգտագործելով իրենց միլիոնները, դա շատ տարածված է, բայց ամեն դեպքում այդ միլիոնը կլինի հանկարծ 800,000 միլիոնի փոխարեն, դա մեծ հարված է Եվրոպայի բնակչի համար։ Այդպես այն ամենը, ինչ դու պատմում ես ամերիկյան դոլարի ու եվրոյի, այսպես ոնց ասի շահերի բախման մասով, այդ սցենարը նաև ուղիղ համեմատական է դոլարի ու եվրոպական երկրների այսպես ազգային արժույթների հանդեպ, ասենք, չգիտեմ, բրիտանական ֆունտ, գերմանական մարք, այսինքն այդ նույն ձևով նաև նման հակակշռներ կան, Այս պայծրությամբ բրիտանական ֆունտի, ես բրիտանական ֆունտից կխոսեմ, որպես հիմնական արժույթ շրջանառվող ֆինանսական շուկաներում, բրիտանական ֆունտն է, այնտեղ մեծ հաշվով որևէ խնդիրներ չկան։ Իհարկե եվրոյի փոխարժեքի նվազումը ազդելու է բրիտանական ֆունտի փոխարժեքի վրա ամերիկյան դոլարի նկատմամբ, չնայած այնտեղ ունենք նաև եվրո-բրիտանական ֆունտ հարաբերակցություն, այդտեղ իհարկե ֆունտը։ Այդ օրինակ կարծում չափազանց հետաքրքիր հարաբերակցություն է, որի մասին օրինակ ես չեմ պատկերացնում։ Եվրոն հարաբերվում է բրիտանական ֆունտի հետ, իր համապատասխան գործոններ ունի ազդեցության եւ այլն, եւ այստեղ բրիտանական ֆունտի առանձին գրաֆիկներում, ֆունտի հետ զույգ կազմող արժույթների առանձին գրաֆիկներում հակասական զարգացումներ են լինելու, բայց ընդհանուր բրիտանական ֆունտի ինդեքսը մեծ տատանումներ չի ունենա այս պարագայում, նաև հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրիտանիան որպես Եվրամիության անդամ պետություն դեմ էր քանակական մեղմացման ծրագրին եւ անընդհատ շարունակում է հակալոբինգ անել, այսպես ասած, այս ծրագրի ուղղությամբ եւ տարբեր լծակներ օգտագործելով ճնշում գործադրել այսպիսի զարգացումների վրա։ Իսկ ով էր կողմ, Գերմանիան? Մեծամասնությունը կողմ էին եւ նաեւ Մարիո Դրագին ինքը ես ինչքանով որ հետեւել եմ նրա գործունեությանը, նա շատ պրոֆեսիոնալ լոբիստ է, այսպես ասած, կարողանում է իր առաջարկները շատ լավ ընդունելի դարձնել մյուսների համար։ Բայց մեր քաղաքական խնդիրները միջազգային ասպարեզում վստահ ենք իրեն լոբինգ։ Թոշակի ասնելուց հետո կհրավիրենք Հայաստան։ Չէ, այդպես չեղավ արդեն։ Լավ, տրամաբանական հարց է, ինչ է այս ամբողջ սցենարից շահում կամ կորցնում Ռուսաստանը, որովհետև չմոռանանք մեր հերու մոտիկ բարեկամին։ Ռուսաստանը այս պահին ինքն իր կողմից շունչը պահած վիճակում է գտնվում, սեփական նախաձեռնությամբ եւ սեփական ուժերով, որովհետեւ եթե Միացյալ Նահանգներում տոկոսադրույքի բարձրացում տեղի ունենա, դա մեծ հարված է լինելու ռուսական ռուբլու փոխարժեքին։ Նաև գիտենք, որ շատ թույլ հիմքերի վրա է նավթի գների այս պահի մակարդակը եւ ցանկացած ժամանակ կարող է լինել նոր անկում, որը նույնպես հարվածելու է ռուսական ռուբլու փոխարժեքին։ Եվ դրան որպես ապացույց, որքան էլ որ հերք են պետական տարբեր կառույցներից, որ չէ, ամեն ինչ շատ լավ է եւ այլն, չնայած վերջին ժամանակներում սկսել են չհերքել եւ դա շատ ողջունելի է։ Հա, իսկապես սկսել են շատ անկեղծ խոսել վատ տնտեսական վիճակի մասին։ Եվ դրա համար շատ լավ որպես ապացույց նաեւ եղավ այն, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել տոկոսադրույքը վերաֆինանսավորման Ռուսաստանում, չնայած որ տնտեսական գործարարները, այսպես ասած, պահանջում էին եւ նրանք կարիք ունեին նվազեցման, այո, բայց թողեցին անփոփոխ, որտեղ հակառակ պարագայում եւ եթե այնուամենայնիվ Միացյալ Նահանգները որոշում կայացնի բարձրացնել տոկոսադրույքը, նույնը կանի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը պահպանելու համար իր փոխարժեքը ռուբլին հնարավորինս պահպանելու, որովհետեւ
ինտերվենցիաների հետ կապված արդեն խնդիր ունեն, այդ մասին հաղորդեց նրանց ֆինանսների նախարարը, եւ այսօր էլ մենք իմացանք, երեկ էլ մենք իմացանք, որ պահուստները միայն հոկտեմբեր ամսին նվազել են շուրջ 400 միլիարդ ռուբլով, դա բավականին մեծ ցուցանիշ է եւ այստեղ իրենք իրոք խնդիր ունեն եւ պիտի փորձեն այս մեծ ցնցումների մեջ հնարավորինս չեզոքություն պահեն։ Իսկ ինչ վերաբերում է խոստովանելուն, որ կան խնդիրներ, դա ես միայն ողջունում եմ, որովհետեւ խնդիրները չեն լուծվի, քանի դեռ դրանք չեն դրվել սեղանի վրա եւ այդպես աշկակապությամբ կամ ջայլամի հոգեբանությամբ, որ եւ հույս ունենալով, որ այս շուտով ամեն ինչ կփոխվի եւ մենք կկարողանանք դուրս բրծնել այս վիճակից, դրա կարծես աշխարհը ցույց տվեց, որ ոչ մեկ քեզանով հետաքրքրված չի, եթե դու ինքդ հետաքրքրված ես քո շահերով։ Կփորձես պաշտպանել, կհայտնվեն օգնողներ։ Իսկ եթե դու ինքդ չես փորձում, ինքնախապեյությամբ ես զբաղվում, բոլորը սկսում են քեզ անտեսել։ Բայց ընտեղ էլ է դասական մոդելն է, կենտրոնական բանկին լսում ես, ամբողջ մեղավորությունը բարդում է ֆինանսների ու էկոնոմիկայի զարգացման նախարարության վրա եւ հակառակը, հա, այնպես որ պետական ինստիտուտների չզարգացվածության արդյունքն է, երբ որ համակարգերը ավտոմատացված չեն աշխատանքային եւ երբ որ պատասխանատվություններ եւ պարտավորությունների հստակ բաշխում գոյություն չունի, բնականաբար եթե այս գործընթացի որոշ տիրույթը, որոշ չափաբաժինը այս տիրույթում է, որոշային տիրույթում է եւ դրանք փոխկապակցված են իրար հետ, այդ խնդիրը կա, այդ խնդիրը կա նաեւ մեր երկրում եւ այդ խնդիրը կա շատ ու շատ հետսովետական երկրներում, որտեղ պետական ինստիտուտների զարգացվածության առումով մեծ պակաս դեռ կա։ Այ մի բան, այս համատեքստում մասնավորապես պահուստներում ռուբլու այսպես բաց թողում, հա, մեծ քանակությամբ պակաս է այս պարագային։ Դրանում որքանով կարող է այսպես իր դրական լուման ունենալ նախագահ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի այս վերջին պահանջը, որ պետք է էներգակիրների ոլորտում ներքին առևտուրը, այսպես ասած, արվի ռուբլով ու նաև առաջարկություն, որ ԵՏՄ տարածքում էլ այդպես լինի, ու դե իր երկրի մասով դա այսպես պահանջ էր եւ ոչ թե առաջարկություն։ Կարող է ազդեցություն ունենալ ռուբլով առևտուրը։ Ազդեցություն պահուստների մասով ազդեցություն չեմ կարծում որ կունենա։ Իսկ եթե արտաքին առևտուրը էներգակիրների դիցուկ մեզ հետ ասենք գազը մենք Ես ավելի շատ կուզեի այդ հայտարարությունը քննարկենք իր հնարավորության տեսանկյունից, հետո նոր իր ազդեցության տեսանկյունից։ Ես իմ խորին համոզմամբ նմանատիպ հայտարարություններ առայժմ ներքին լսաններին ուղղված հայտարարություններ են եւ դրանց իրագործման համար հայտարարություններից բացի դեռ ռեալ քայլեր տեսանելի չեն։ Հանրաքաններ օրենքի տեսքով, այսինքն դա պարտադրվելու է։ Պարտադրվելու է միայն պարտադրվելով նման գործընթացները իմ կարծիքով տեղի չեն ունենում եւ նույն Ռուսաստանի Դաշնությունը ունի բազմաթիվ օրենքներ կամ օրենքի նախագծեր, որոնք այդպես էլ մնացել են շրջանառության մեջ եւ կյանքի չեն կոչվել։ Սա ուղղակի որպես հնարավորություն։ Բայց եթե այնուամենայնիվ դա տեղի ունենա, եթե մենք նայենք Ռուսաստանի շահերից, միգուցե դա Ռուսաստանի համար շահավետ լինի եւ դրա ավելի խոր ուսումնասիրության եւ դա ավելի խորը մեկնաբանության համար կարող ենք առանձին օր հատկացնել հաղորդում դրան խոսելու համար։ Սակայն մեզ որպես ԵՏՄ անդամ պետություն ես դրա մեջ խորը վտանգներ եմ տեսնում եւ առաջին հերթին հաշվի քաղաքական բոլոր ասպեկտները դնում եմ մի կողմ, առաջին հերթին նրա համար, որ ռուսական ռուբլին խիստ անկայուն արժույթ է եւ Չէ, մենք արդեն պարզեցինք, կայուն է, բայց կայուն նվազող։ Այո։ Եվ այստեղ խնդիր կա նաեւ թե ինչպիսի փոխարժեք, ինչպիսի հարաբերակցությունով են վերականգնվելու պայմանագրերը, որտեղ մեր պայմանագրերը կնքված են ամերիկյան դոլարով, ինչ պայմաններով է վերականգնվելու եւ արդյոք հետագա, ասենք 1 տարի կամ 5 տարի հետո եղած փոխարժեքը, որտեղ պայմանագրերը շատ ավելի երկարաժամկետ են, փոխարժեքը համապատասխան է լինելու այդ պայմանագրին եւ արդյոք 5 տարի հետո ունենալու ենք
այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կկարողանանք այդ պայմանագրերում փոփոխություններ կատարել փոխարժեքի հետ կապված։ Այստեղ շատ բազմակողմանի պետք է քննարկել եւ դիտարկել եւ հասկանալ ես մեր համար վտանգներ եմ տեսնում։ Ռուսաստանի համար դա միգուցե կլինի խորացման, բայց դա տանում է հերթական մեկուսացման Ռուսաստանի միջազգային այսպես միջավայրից։ Չգիտեմ, իմ համար այդ մի քիչ տենց ոչ այդքան հասկանալի քայլ է, ամբիցիոզ քայլ է, բայց ոչ արդարացված։ Ամբիցիաներ ռուբլին ամեն դեպքում դարձնել շատ կիրառելի արժույթ աշխարհում, ամբողջ աշխարհում։ Հա, բայց դա ամեն ինչ պիտի այստեղ եթե խոսքը գնում է տնտեսության, պետք է էմոցիաները եւ այդ բաները դնել մի կողմ, որովհետեւ դու գործ ունես հասարակության հետ եւ քո այդ քայլերի ազդեցությունը իր վրա է վերցնում հասարակությունը։ Մեծ հաշվով Պուտինին դա ոչ մի բան, բացի իր անունից կամ ինչ որ կարիքներ բավարարելուց, նրա վրա որևէ ազդեցություն մեծ հաշվով չունենալու, որպես անհատ։ Վարկանիշներն են բարձրանում։ Վարկանիշը բարձրանում է, բայց ժամանակը սահմանափակ է։ Այսինքն լավ, Պուտինին հանգիստ թողնենք, շատ կարճ, մենք փաստորեն շատ լուրջ զարգացում ենք սպասում հաջորդ ամիս դեկտեմբերին, այդ վերջնաժամկետն է որպես ասում։ Այո, այս ամսից սկսած մինչև դեկտեմբերի առաջին կեսը ներառյալ այս բանավեճը շատ կխորանա, շատ կծավալվի եւ կսրվի հավանաբար նաեւ, ինչեւ որ կգան ընդհանուր հայտարարի եւ վստահ եմ որ կգան ընդհանուր հայտարարի Ընդհանուր հայտարարածը այսինքն կգտնեն ոսկե միջինը կամ տոկոսադրույքի բարձրացումը կտեղափոխվի հաջորդ տարի կամ քանակական մեղմացման ծրագրի ծավալների ավելացումը կլինի փուլային իդեպ տոկոսադրույքի բարձրացումն էլ հավանաբար կլինի փուլային, այսինքն այն որ սպասվում էր որ մինչև 0.5%-ական պիտի բարձրացնեն, ներկայիս 0.25%-ից, հավանաբար դա նույնպես փուլային կլինի, որպեսզի հարվածները կտրուկ չլինեն միմյանց վրա եւ որպեսզի տնտեսությունը ինքն էլ կարողանա ադապտացվել այդ նոր ելման դրություններին։ Իսկ կարող ենք վստահ ասել, որ 2016 թվականին թե Ամերիկայի, Եվրոպայի եւ նաեւ համաշխարհային տնտեսությունը հաշվի առնելով նաև նավթային եւ հումքային ապրանքների նոր գները 2016 թվականին եւ հետո աշխարհը ունենում է տնտեսական նոր ելման դրություն եւ պետք է գտնել նոր լուծումներ, նոր թափ է պետք, նոր էներգիայով է պետք սկսել ամեն ինչ։ Դա լավ հնարավորություն է նաև մեր նման երկրների համար։ Այսպես քաղաքակիրթ, քաղաքավարի ու սոլիդար արևմուտք ունենք, թե ինչ է թաքնված կուլիսների հետևում մենք երևի թե պետք է չի իմանանք, բայց ամեն դեպքում արտաքինից այսպես շատ ջերմ սոլիդար հարաբերություն։ Ինչևէ, կհետևենք, կտեսնենք իհարկե քո շնորհիվ, քո տրամադրած ինֆորմացիան, կհետևենք, կիմանանք զարգացումներին, մեր ռադիոլսողները կարող են ծանոթանալ ինչպես այսպես շաբաթական թողարկումներում, Արթուն Փողերի, այնպես էլ ամենօրյա նորերի վերլուծություններում կլսեք, կիմանաք, թե ինչ կատարվեց ի վերջո Միացյալ Նահանգների դոլարի եւ Եվրոպական միության ընդհանուր արժեքի հետ։ Ես արդեն սկսել եմ խոսել քո տերմիններով նորեր։ Այսքանն էր Արթուն Փողեր հաղորդաշարն եք լսում, ես Աթեն Միքայելյանն եմ, տաղավարում էի Նորայր Մովսիսյանի հետ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն օրը նույն ժամին։